Թայլանդի Պետչաբուրի նահանգում փոքր ինքնաթիռը վթարի է ենթարկվել ծովի մեջ Չաամի ափից մոտ 100 մետր հեռավորության վրա։ Զոհվել է 5 մարդ, ևս մեկը լուրջ վնասվածքներ է ստացել։ Ջասթին Բիբերը Ինստագրամում բողոքել է պապարացիների անընդհատ հետապնդումներից, նշելով, որ այդ պատճառով չի կարողանում հանգիստ ապրել եւ նույնիսկ սուրճ գնել։ Իլոն Մասկը կասկածով է վերաբերվել Վլադիմիր Զելենսկու հայտարարությանը, ըստ որի ամերիկյան օգնության յուրաքանչյուր ցենտ վերահսկվել է։ Մասկը հայտարարությունը անվանել է օրվա ամենածիծաղելի բանը։ Քանի Ուեսթի Twitch-ում անցկացրած առաջին ուղիղ եթերը ընդհատվել է 7 րոպե անց հակասեմական եւ հոմոֆոբ հայտարարությունների պատճառով։ Fox News-ի հարցման համաձայն Դոնալդ Թրամփը ստացել է ամենացածր 44% դրական գնահատականը վերջին 20 տարվա նախագահների մեջ։ Բենի Բլանկոն Սելենա Գոմեսի համար կազմակերպել է իրական ավարտական երեկո, լրացնելով նրա դեռահասության բաց թողած երազանքը։ Bill ընկերությունը Նյու Յորքում տեղադրել է ինտերակտիվ պաստառներ, որոնք հնարավորություն են տալիս զգալ նոր դեզոդորանտի Կոկովիլայի բույրը դեռ խանութ մտնելուց առաջ։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը եւ Ուկրաինան մոտենում են համաձայնագրի ստորագրմանը, սակայն չի նշել կոնկրետ ժամկետ։ Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակում կկայանա Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորությունը բազմալեզու պատարագով եւ տարբեր երկրների ղեկավարների մասնակցությամբ։